Ամեն շատ պարզ է։ Սեռական սկանդալն աստիճանաբար վերափոխվում է դավանաբանական բանավեճի։ Ես այս ավանդն եմ պաշտպանում։ Վարչապետ Փաշինյանը 3 խորհրդարանական ամբիոներ բարձրացել եկեղեցու հաստափոր կանոնագրքերով, որպեսզի միջնադարյան եկեղեցական բարոյախրատական կանոններով հիմնավորի, թե ինչու պիտի կաթողիկոսն ու կուսակրոնության ուխտը խախտած եպիսկոպոսները հեռացվեն եկեղեցուց։ 4 դարի գիրք չեն բերել։ 2020 թվականի Մայրաթոր Սուրբ Էջմիածնի պաշտոնական հրատարակություն կանոնների պաշտոնական ժողովածու։ Խմբագիրը ես եմ գրքի։ Գևորգյան Ճեմարանի տեսուչ Հայր Շահեն է ժողովածուի խմբագիրը տարակուսում է, միթե ամբիոն բարձրացողները չեն կարող խոսելուց առաջ Մատենադարանի համալսարանի իրավաբանական ֆակուլտետի կամ Մայրաթորի Ճեմարանի մասնագետների հետ խորհրդակցել։ Գրքում 1331 կանոն կա, բոլորը 5-ից մինչև 11-րդ դարերի։ Դրանից հետո բազմաթիվ եկեղեցական ժողովներ ու կաթողիկոսական որոշումներ են եղել։ Միջնադարյան պատմական որոշակի հանգամանքներում գործադրված կանոններ են, որոնց մեծ մասն այսօր դժբախտաբար ենթակա են կամ փոփոխության կամ բարեկարգման, որովհետև չեն արտահայտում արդի հայ քրիստոնյա հասարակության Հայաստանի եկեղեցուն պատկանող անդամների այն իրավիճակը, որի մեջ ապրում են։ Հենց նույն գրքում զրպարտող մարդուն ճիպոտահարելու կանոն կա եւ ինչ։ Շահապիվանի ժողովում օրինակ, եթե մարդը սուտ մեղադրանք է արել, զրպարտություն է արել, օրինակ, եւ չի հաստատվել նրա այդ մեղադրանքը, որը զրպարտություն է որակվում, ժողովն ասում է, այդ մարդուն պետք է 20 գանահարված, այսինքն փայտով կամ մտրակով 20 հարված պիտի տան, այդ մարդը պիտի մի քանի տարի ապաշխարի եկեղեցուց դուրս եւ այլն, բայց մենք գիտենք, որ այսօր եկեղեցին նման բան չի կարող կիրառել, մեղքի համար մարդուն չի կարող գանահարել կամ ծեծել։ Նիկոլ Փաշինյանը ժողովածուից առանձնացրել է կուսակրոնության ուխտի վերաբերյալ կանոնները։ Եվ Աշտիշատի ժողովը որոշել է, որ կաթողիկոսը, եպիսկոպոսները պետք է լինեն կուսակրոն։ Աշտիշատի ժողովի հրավիրող կաթողիկոսը ամուսնացած էր։ Կուսակրոնությունը պահանջ է դարձել 5-րդ դարի կեսից սկսած, նշում է վարդապետն, ու կանոնների մեծ մասում ըստ նրա խոսվում է վանական կյանքով ապրող հոգևորականների մասին, իսկ վանականներ Հայաստանում այսօր չկան։ Եթե եպիսկոպոսը պղծության, պոռնկության կամ ուրիշ վատթար գործի մեջ գտնվի եւ վկայությամբ հաստատվի, աթոռից եւ իշխանությունից մերժվի եւ քահանայություն չանի։ Կանոն է դա։ Վարչապետն ամբիոնից մեկը չէ, մի քանի կանոններ կարդաց, որոնցով ուխտը խախտածները պիտի եկեղեցում չլինեն։ Հայր Շահեն բացատրում է, հայոց կանոնական ժառանգության մի մասը ներկայացնող այս գրքում այնքան տարբեր ու իրար հակասող կանոններ կան, հենց նույն ուխտի վերաբերյալ։ Մի կանոնում ասում է, եթե հոգևորականը այսինչ ինչ-որ բան արեց, կուսակրոն հոգևորականը, պիտի ապաշխարի դիցուկ 7 տարի, հետո նորից պիտի վերադառնա վանք։ Մի ուրիշ կանոն ասում է, եթե այսինչ բանը արեց, պիտի անմիջապես կարգալույս լինի։ Հիմա երկու կանոններն էլ առկա են կանոնագիրք հայոցում, ինչ անենք։ Մի ուրիշ կանոն էլ ասում է, եպիսկոպոսը թող որոշի, վերադառնա վանք, թե կարգալույս արվի։ Հիմա ինչ անենք։ 3 տարբեր մոտեցումներ, ինչպես պիտի անենք։ Տարբեր դարերում ու տարբեր իրավիճակներից բխած կանոններ են, բնական է համարում վարդապետը այս հակասությունները։ Միտեղ օրինակ գրվում է մեծ պասի ժամանակ շաբաթ-կիրակի էլ պիտի պահպահվի։ Մի ուրիշ կանոնում ասում են շաբաթ-կիրակի ծուկ կերեք, հիմա ուտեն թե չուտեն։ Կուսակրոնության ուխտի խախտման դեպքում օրինակ նույն գրքում այլ կանոն կա, եթե հավատակցի հետ է շնացել, կարող է ապաշխարել, վերադառնալ եկեղեցի։ Ասում է, եթե մեկը ակամա բռնվեց ոչ քրիստոնյայի հետ պոռնկության մեջ, կարծես թե գերության է տարվել եւ առանց օգնականի լինելով փորձության մեջ է ընկել, այր լինի թե կին, քահանայության թող չմերձենա այդ այրը, բայց եթե հավատակցի հետ է բռնվել ակամայից, մի տարի թող ապաշխարի, հետո շարունակի ծառայությունը, մտնի եկեղեցի ու հաղորդվի սուրբ հաղորդությամբ։ Այդ դեպքում ինչպես է այսօր շարժվում եկեղեցին, որ կանոններով, վարդապետի խոսքով այսօր հստակ կոդեքս չկա, դրա մշակումը երկար տարիների գործ է։ Կոնկրետ կուսակրոնության ուխտի դրժման կամ այլ մեղքերի համար կա կարգապահական հանձնաժողով։ Եթե մարդը իսկապես ապաշխարում է, եթե մարդը ինչ-որ, չգիտեմ, հանգամանքներ կան հազար ու մի, դրանից ելնելով է որոշում կայացվում։ Ի վերջո, եթե նույնիսկ մենք կոդեքս ունենանք,
այդ կոդեքսի կանոնները ենթակա են մեկնության, չէ։ Մայրաթորից ամեն դեպքում Հայաստանի վարչապետին հորդորում են ցած դնել կանոնագրքերը։ Պատմաբան Տեր Արարատ Քահանա Պողոսյանը գրել է, որքան ցածր է գիտականության ստույգ բարձունքը, այնքան բարձր է լինում անգրագիտության աղմուկը։ Նիկոլ Փաշինյանն այսօր դարձյալ թեման թեժ է պահել, սակայն այս անգամ ոչ թե կանոնական, այլ պրակտիկ մանրամասներով։ Կուսակրոնության ուխտագիրը, որտեղ մարդը անձնական բոլոր բաներից, բոլոր այսպես արտոնություններից կամավոր զրկվում է։ Իսկ այսօր մենք հակառակ պատկերն ունենք։ Մոմի գործի բանը հազար ներողություն ես բառիս համար, մոմի գործի նայողը կաթողիկոսի աղբոր տղան է։ Կաթողիկոսի չէ, կտրիչ Ներսիսյանի։ Ամենամեծ թեմի առաջնորդը կտրիչ Ներսիսյանի եղբայրն է։ Այն մյուս թեմի առաջնորդը իր քրոջ որդին է։ Եկեղեցին մի կլանի կողմից բռնազավթված է, ավազակների տեղ է հայտարարել է վարչապետը, ըստ նրա եկեղեցական արժեքները քարուքանդ են անում այս իրավիճակի պաշտպանները։ Քանդում են, քանդել են, հիմա վերջին ավերակներն են ուզում տան, եւ մենք դա թույլ չենք տալու։ Ես ասում եմ ինքս որպես մարդ, ով ունի հոգեվոր զգացմունքներ։ Մենք պիտի աղոթենք, որ ինքը կարողանա, ինչպես երեք ասացի, այդ հոգեվոր հավասարակշռությունը եւ ճշգրտությունը իր մեջ գտնել։ Մայրաթորի վարդապետը շեշտում է բոլորս ենք մեղսավոր, բոլորս էլ մի օր հաշիվ ենք տալու, իսկ մինչև այդ օրը գա Մայրաթորի հոգևոր վերնախավի թեման դեռ եռալու է ամբիոններից ու ֆեյսբուքյան էջերում։ Էլի երկու բան կար ասելու, բայց թերևս դրանց կանդրադառնամ իմ ֆեյսբուքյան էջում։